Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին գըրլֆրենդ Աննա Հակոբյանը, ով այսօր բողոքել է, թե ֆինանսական հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ հանդերձանքի համար ու ստիպված է եղել դիմել աճպարարության, 9 ամիս առաջ 2025 թվականի մայիսի 27-ին հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է վերջինիս հայտարարագրից։ Մասնավորապես նա պաշտոնապես ցույց է տվել, թե ունի 2008 թվականի արտադրության Nissan, 2006 թվականի արտադրության Renault, 2004 թվականի արտադրության Vaz։ Վերջինս հայտարարել է, որ կառավարական առանձնատնից հեռանում է եւ ապրելու է վարձով, քանի որ չունի տուն, իսկ իր անձնական քարտին ունի ընդամենը 5 միլիոն դրամ, իսկ թե տան վաճառքից գոյացած գումարը որքան է մնացել իր հաշվեհամարին, տեղյակ չէր։ Կանխիկ միջոցների մասին էլ համեստորեն լռել էր։ Նշենք, որ նա իր հայտարարագրում ներկայացրել է 13 միլիոն 259 հազար 798 դրամ աշխատավարձ, որը ստացել է Իմ Քայլը հիմնադրամից, 2 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ տարեսկիզբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Հայտարարագրում ներկայացված է նաև բանկում ունեցած 2 ավանդի մասին, որոնցից մեկը 40 հազար դոլար է, մյուսը 10 միլիոն դրամ։ Նա հայտարարագրել է նաև 3 միլիոն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ, ինչպես նաև կանխիկ 8500 դոլար և 650 հազար դրամ։ Բացի այդ, պարզվում է, Հակոբյանը ստացել է նաև 49 միլիոն 350 հազար դրամի փոխառություններ իջևանատուն փակ բաժնետիրական ընկերությունից, այսինքն ավելի քան 130 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 միլիոն 876 հազար 371 դրամ։ Այս գումարը չի բավականացրել, որ պաշտոնական միջոցառումների ներկայանալու համար պատշաճ հանդերձանք ձեռք բերի, փոխարենը կարողացել է մի քանի տասնյակ արկղ շորեր ու, ինչպես ինքն է ասում, հիգիենայի պարագաներ գնի ու իր հետ տանի առանձնատնից։ Նշենք, որ Հակոբյանը միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024 թվականին վաճառվել է 45 միլիոն 500 հազար դրամով։ Ունեցել է նաև բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006 թվականին։